Հայաստանում այդ տիպի արձակումներ զանգվածային չեն արձանագրվել, սա առաջին դեպքն է ու հանրությունը տեղյակել չէ, որ նման խնդիրներ կան, որ կարող է բանկոմատը գողանալ տվյալները, հանրությունը չի կրթվում այս ուղղությամբ, այսինքն մարդիկ չգիտեն, թե ոնց տարբերեն օրինակ սկիմեր այդ սարքը տեղադրված բանկոմատը հասարակ բանկոմատից, որ բանկոմատներն են ավելի անվտանգ, որ պարզ է, որ ավելի անվտանգ է օգտվել բանկոմատից, որը բանկի տարածքում է գտնվում, գոնե այդտեղ վերահսկողություն կա։ Այնպես որ մի կողմից մարդիկ իմացան, որ խնդրեմ է եղել, բայց չիմացան, թե ինչ խնդրեմ է եղել, դա նշանակում է, որ խնդրեմը կկրկնվի շատ հեշտ, որովհետև մարդիկ հենց էլ չսովորեցին, թե ինչի դեմ պետք է պայքարել։ Սա իրական խնդրեմ է, որովհետև չկա առաջինը մի ընդհանուր կառույց, որը կտեղեկացնի բոլորին, որովհետև ստեղ կոնկրետ մի բանկ ելնելով իրենց կլիենտների շահերից տեղեկացրեց դրա մասին, ինչը կարելի է շատ դրական ընդունել։ Բայց դրական թե հակառակը արտահոսք բանկի կողմից, որը նույնպես շատ վատ է անդրադառնում հաճախորդների շրջանում։ Ինչ արտահոսք։ Դե դա տեսեք, օրինակ սոցցանցերում քննարկումների ժամանակ ես նկատեցի, որ բավականին հանրության մեծ խավ կար, որը գտնում էր, որ հենց միայն այդ արտահոսքի համար այդ բանկից, որ բանկային գաղտնիքի հետ կապված, արդեն պետք է այդ բանկի արտահոսքներ չօգտվել։ Ուրեմն ոչ չկա այդպիսի կառույց, որտեղից արտահոսք չի լինի։ Մենակ քարի կտորից արտահոսք չի լինում, հա։ Ընդհանուր աշխարհում ընդունված մոտեցումը հետևյալն է. արտահոսքների մասին անմիջապես իրազեկել։ Այսինքն արտահոսքների թաքցնելը շատ ավելի մեծ խնդրեմ է, քան եթե հանրությունը իրազեկվում է։ Ավելի ճիշտ, արդար եւ ապագայի վրա նաեւ մոտեցում է, հա, եթե դու ունեցել ես խնդիր, դու բոլորին կարող ես ունենալ խնդիր, կարևորը որ դու կարողանաս այդ խնդրի մասին խոսել, պահպանել մարդկանց հնարավոր հետագա վտանգներից։ Այնպես որ ըստից շատ դրական է, որ բանկը տեղեկացրել է դրա մասին։ Դուք ասացիք 3 բանկեր եւս եղել են ներողություն, այդ բանկերից փորձ է եղել, թե եղել է հանցագործություն։ Չէ, գումար է տալիս։ Բայց հարցերն է, որ նայեք, առաջինը հանրությունը պետք է տեղեկացվի ոչ թե որպես կոնկրետ բանկի կլիենտ, այլ ընդհանուր հա։ Տեսեք, այս կոնկրետ այս մի բանկը տեղեկացնում, մնացածները, որտեղ սա դեպք է, սկիմերները կարող են տեղադրվել ու ասես, նրանք կոնկրետ բանկի դեմ չեն որում, հա, իրանք հնարավորինս շատ բանկոմատների վրա են տեղադրվում։ Պարզաբար կարող է վտանգը սպառնալ նաև ուրիշ բանկի կլիենտներին, այլ չասած, որ դուք կարող եք լինել մի բանկի կլիենտ, օգտվել ուրիշ բանկի բանկոմատից եւ այստեղ էլ կորստում։ Կարճ կասեք, դա ինչպես տարբերեն, հա, միշտ է վառվում։ Այդ սկիմերների հարցը հենց դա որ կարճը ինչու չեմ կարող ասել, որովհետեւ այնտեղ պետք է նաև նկարել, հա, նկարներ ցույց տալ մարդկանց։ Որովհետեւ սկիմերներից պաշտպանված բանկոմատներ կան, որոնց ուռուցիկը այսպես քարտը մտցնել տեղը, ինքը հատուկ է այդպես արվում, որ այնտեղ ոչ մի լրացուցիչ սարք հնարավոր չլինի դնել։ Սկիմերները հիմնականում թույլ են կպած, այսինքն մարդ կարող է թեթև փորձի այդ մասը, որտեղ խաղի ինքը տեղադրում է, տեսնի թե կա շարժվող մաս թե չէ։ Նրանք նաև տեղադրվում են PIN կոդը հավաքելու ստեղնաշարի վրա, դա էլ կարող է շարժվել, որպես լրացուցիչ։ Բանկոմատներ կան, որոնք հատուկ կողքից այսպես սահմանափակող շրջանակ են դնում, որը նաև պաշտպանում է ձևի տեղադրման սկիմերից, հա։ Այսինքն մարդիկ կարող են նույնիսկ աչքով տեսնել, որ սա ավելի պաշտպանված բանկոմատ է, սա ավելի քիչ է, եթե լրիվ հարթ է այդ քարտը տեղադրելու մասը, ստեղնաշարը լրիվ բաց է, ավելի մեծ հնարավորություն, որտեղ կարող են ինչ-որ բան տեղադրել, հա։ Բայց սա մի քիչ ավելի վիզուալ ցույց տալու հարց է, դրա համար միայն 0 ոտով դժվար է բացատրել, բայց այստեղ կարևոր է որ մարդիկ իմանան, որ այդպեսի վտանգ կարող է լինի։ Կարծում եմ, այս միջադեպը չսովորեցրեց մարդկանց, քանի որ մարդիկ չիմացան, թե ինչն էր խնդրեմ։ Պարոն Մարտիրոսյան, մեր պետական մարմինների, հա, կայքերը, իրենք ընդհանրապես պաշտպանված են։ Այ, այնտեղ պարոն Գաբրիելյան, հա, հստացա ինքնասպան։ Պետական կայքերը, դե այսպես կարող եմ ասել, 2009-ի սեպտեմբերից, եթե չեմ սխալվում, սկսեց այդ պաշտպանությունը,
կառույցը ստեղծվեց, որ սկսեց պաշտպանել պետական կայքերը, ու այդ ընթացքում եղել են գրեթե միջադեպեր չեն եղել, չնայած հասկանալի է, որ պետական կայքերը ամենաթիրախավորվածն են։ Այնպես որ այստեղ կարելի է խոսել լուրջ դրական գործընթացի մասին։ Հարցը այն է, որ պետականից դուրս շատ ավելի պրոբլեմատիկ է, ու այստեղ իհարկե պետությունը չպետք է նաև հիմնական հարց լուծողը լինի։ Օրինակ, եթե մամուլի մասին խոսենք, հարց է, որ ընդդիմադիր մամուլը չի ցանկանա, որ ազգային անվտանգության ծառայությունը պաշտպանի իրենց, ու այստեղ պետք է հասկանան, թե ինչ լուծումներ գտնել։ Եվ նաև շատ է խոսում, որ սոցիալական ցանցերում այդ նույն համակարգությունը, որքան էլ մենք մեր գաղտնաբառը փոխենք եւ այլն, այնուամենայնիվ վերահսկվում է ԱԱԾ կողմից եւ պետք չէ այդ համակարգություն կարևոր տեղեկատվություն փոխանակել սոցցանցերով։ Նայեք, մեր ԱԱԾ-ի կողմից վերահսկողության մասին առնվազն ոչ մի հայտնի դեպք կամ արտահոսք չկա։ Իհարկե մենք միշտ պետք է մտքում պահենք, որ հնարավոր է լինել, բայց ոչ մի փաստ կամ նույնիսկ այսպես կիսափաստ գոյություն չունի։ Տեսեք, օրինակ հեռախոսների գաղտնարեցման մասին մենք գիտենք բազմաթիվ արտահոսքներ, որոնք թույլ են տալիս միանշանակ հասկանալ, որ հեռախոսները գաղտնարեցվում են։ Այդ ինտերնետ մեսենջերների կամ շփման միջոցների դեպքում մենք չունենք նմանատիպ։ Այստեղ հարցն այն է, որ մենք պետք է գնահատենք, թե ռիսկերը, որ շփման միջոցը ով կարող է վերահսկել։ Շատ միջոցներ վերահսկվում են ամերիկյան եւ բրիտանական, օրինակ, գործակալությունների կողմից, որը մենք գիտենք Սնոուդենի բացահայտումներից։ Ռուսաստանյան շփման միջոցները մեծ հավանականությամբ կարող են վերահսկվել ուրեմն Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից, որտեղ այնտեղ գոյություն ունի հատուկ օրենսդրություն, որը մուտք է թույլ տալիս ուրեմն ծառայություններին սոցցանցեր կամ էլեկտրոնային հաղորդակցություններ, հա։ Դա համար եթե դուք լուրջ խնդիր ունեք գաղտնի շփվել, պետք է չէ օգտվել սոցցանցերում, գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի պաշտպանված նամակագրություն իրականացնել, որը ոչ ոք չի կարող անել։ Ինչ ծրագրեր են։ Դու օրինակ հեռախոսի համար գոյություն է այնպես սիգնալ է կոչվում, որը միանշանակ դեռ ոչ մի փաստ չկա, որ ինչ-որ մի նույնիսկ ամերիկական ծառայություն կարողանում է կարդալ։ Օրինակ նույնիսկ Սնոուդենը դրանից է օգտվում, դա ինչ-որ ամբողջ չափանիշ է Մյուսը օրինակ հենց հիմա արդեն բաց դարավ, այդպես կոչված Proton Mail կա, շվեյցարական, որը հաստատի մի քանի օր առաջ դարավ հասանելի բոլորի համար, մինչև այդպես հրավերներով էր։ Նույնպես այսօր համարվում է վստահելի նամակագրությունների միջոց։ Իսկ Facebook-ը այս դեպքում։ Facebook-ը չի եղել ու չի լինի, որովհետև այստեղ կա մի խնդրեմ։ Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաև Facebook-յան սերվերներում։ Ու խնդիրը ինչումն է, նույնիսկ եթե ոչ ոք չվերահսկի, ոչ ոք ոչ մի կա փոքր, բայց հավանականություն, որ սերվերները կկոտրվեն, եւ այդ նամակագրությունը պարզապես կհայտնվի երրորդ անձանց ձեռքում։ Այսպեսի դեպքեր եղել, այսինքն սա տեսական խնդիր չէ։ Այդ պատճառով պետք է օգտվել այնպիսի միջոցներից, որոնց դեպքում կամ նամակները միայն երկու հոգու մոտ են, երրորդ տեղ չեն պահպանվում, կամ էլ այնտեղ պահպանվում են խիստ գաղտնագրված, այնպես որ նույնիսկ այդ սերվերի տիրապետողները չեն կարող ընթերցել այդ նամակները։ Իսկ պարոն Մարտիրոսյան, այն հարցումները Facebook-ում, որ ասենք, որոնք թույլ են տալիս քո տվյալները վերցնել, որպեսզի պարզեն, ասենք, քո ընկերներից ով ինչ է մտածում քո մասին, այսպես ասենք, որ թվականներ զում մեռնելու, այս տիպի sense բաներ կան, չէ՞, որոնցից շատ հաճախ օգտվում են, օրինակ իմ Facebook-յան ընկերները շատ հաճախ այդպես տարածում են։ Դրանք արդյոք այդ հասանելիությունը յուրաքանչյուր խաղ կամ թեստ, որ դուք միացնում եք Facebook-ում, ինքը ձեզ միջանկյալ երկու հարց է տալիս։ Առաջինը ինչ տիպի տվյալներ ես դու պատրաստ տրամադրել Facebook-ին ու այդ երրորդ կողմին, եւ ինչ տիպի գործողություններ ես դու թույլ տալիս, որ քո անունից կատարի այդ ծրագիրը։
Եթե դա ուշադիր կարդաք, այդքան էլ վտանգավոր չէ, որովհետև օրինակ եթե դուք չեք թաքցնում ձեր ծննդյան թիվը, դուք կարող եք թույլ տալ, որ դա աշխատի, եթե հարցնում է ձեր անձնական տեղեկատվությունը միայն, հա։ Բայց եթե դուք համարում եք, որ չեք ուզում որ ձեր ծննդյան տարեթիվը ինչ-որ մեկի ձեռքում լինի, ինչը օրինակ շատ մարդիկ անում են դա, օրինակ իրենց բանկային տվյալները պաշտպանելու համար, որովհետև դա նույն քարտի դեմ հարձակումների մի կարևոր մաս է իմանալ, թե մարդը երբ է ծնվել կոնկրետ օրը։ Այդ դեպքում չի կարելի օգտվել, որովհետև ձեր տվյալը հայտնվում է երրորդ կողմին։ Դրա համար սա գնահատելու հարց է, դուք ռիսկը ինչպես է գնահատում։ Միշտ հետևել, որ ոչ մի բան, ոչ մեկի ձեռքը չընկնի, դուք այդպես կյանքը դժոխք կդառնաք։ Հիվանդ կդառնաք։ Իսկ գաղտնավարի հաճախակի փոփոխությունը ինչքանով է պաշտպանիչ։ Իմաստություն է այսօր։ Գաղտնավարը պետք է իհարկե բարդ լինի, բար, մեծատար, թիվ, նշան, մի 10-12 սիմվոլ ու չկռահվող, այսինքն ձեր շանանունը չպետք է լինի։ Բայց անընդհատ փոխելը դա լավագույն բանը չի, որովհետև այսօր ինչու են փոխում գաղտնաբառը, որովհետև կարելի է այնպես կոչված վիրտ ուժի ծրագրեր կան, որոնք ուղղակի փորձելով գաղտնաբառեր բոլոր տարբերակները, միլիոնավոր տարբերակներով գտնում են։ Բայց օրինակ ձեր մեյլը տենց կոտրել հիմա չի լինի, որովհետև նմանատ եթե դուք օրինակ նորմալ մեյլից եք օգտվում կամ Facebook-ից, մի քանի փորձից հետո այդ ծրագիրը արգելափակվում։ Այսինքն տենց ձևերով հնարավոր չի լինի։ Բայց ընդհանրապես գաղտնաբառը պաշտպանելու կամ հաշիվը պաշտպանելու համար ամենալավ քայլը դա միացնել երկփուլային մուտքը, այսպես կոչված, որը նույն Facebook-ում կա, Gmail-ում կա, այսինքն դուք գաղտնաբար ներմուծելուց հետո նաև հատուկ կոդ եք ներմուծում, որը գեներացնում է ձեր հեռախոսը։ Մոտավորապես այնպես ոնց որ բանկային թոքեններն են աշխատում մուտք գործելու on-line banking-ի մեջ։ Այդ դեպքում նույնիսկ եթե ձեր գաղտնաբառը ինչ-որ մեկի ձեռքում լինի, ինքը մեկը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվով, որովհետև ինքը պաշտպանված է անընդհատ փոփոխվող կոդով։